Ես ունեմ մասնագիտություն, սակայն ընտանիքս թույլ չէր տալիս աշխատել։ Ժամանակի ընթացքում կորցրեցի մասնագիտական հմտություններս։ Ընկա ֆինանսական կախվածության մեջ։ Չէի կարողանում կենցաղային հարցերի շուրջ անգամ որոշումներ կայացնել։ Բայց հետո փոխեցի ամեն ինչ։ Ամեն ինչ փոխվեց իմ մի որոշմամբ։ Մասնագիտություն սովորեցի, հետո հիմնադրեցի իմ փոքրիկ բիզնեսը աջակիցների շնորհիվ։ Եվ հիմա ես գոհ եմ կայացրածս որոշումներից։ Այժմ անկախ եմ ֆինանսապես։ Հեշտ է տրվում որոշումների կայացումը, ինքնավստահ ու կայացած եմ ինձ զգում։ Հիմա աշխատանքս ու բիզնեսս ինձ չեն խանգարում զբաղվել իմ սիրելի գործով։ Սիրում եմ համեղ ուտելիքներ պատրաստել, նկարել, սպորտով զբաղվել։ Հոգնածություն անգամ չեմ զգում։ Իսկ ես պատրաստել երբեք չեմ սիրել, բայց դա ինձ չի խանգարում արդյունք ստեղծել խոհանոցից դուրս։ Իմ ամենավառ երազում անգամ չէի պատկերացնի, որ ինձ մոտ կստացվի համայնքում մասնակցել որոշումների կայացմանը։ Թերագնահատում էի ինքս ինձ, սակայն այժմ հավատում եմ իմ կարողություններին։ Գուցե շատերը չհավատան, բայց կարևոր է, որ դու քեզ հավատաս։ Եթե ինձ մոտ ստացվեց, քեզ մոտ էլ կստացվի, եւ տարիքն անգամ չի խանգարի։ Ինձ համար բիզնես սկսելը լավագույն լուծումն էր իրագործելու իմ նպատակները, ճիշտ կիրառելու հմտություններս։ Ինչի խոչընդոտում համատեղել երեխաներիս խնամքը։ Հայաստանի տնտեսությունը կազմված է աշխատող տարիքի 50%-ից ավելի կանանցից, հետևաբար մենք վատնում ենք մեր ունեցած ներուժի կեսից ավելի։ Այժմ ես վստահ եմ, որ իմ տեղը քաղաքականությունում որոշումների կայացմանը մասնակցելն է։ Կարծում եմ մեր համայնքը միայն կշահի, երբ կանանց ձայնը նույնպես լսելի լինի։ Բացի այդ, համայնքիդ ու պետությանդ հզորացման գործում դու ևս քո ներդրումն ես ունենում, եւ կարողանում ես հզորացված համայնք փոխանցել քեզնից հետո հաջորդ սերունդների։